Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համամիտ չէ տեսակետներին, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են, կհամաձայնեցված փաստաթուղթ Պետերբուրգում փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ, իմ տպավորությամբ որևէ փակուղու մասին պետք չէ ու չի կարելի խոսել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆանիոպոլոսին։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացման ու խորհրդարանական համագործակցության ընդլայնման առնչվող հարցեր։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապի հրաժեշտի արարողությունները կմեկնարկեն վաղը, իսկ նրա թաղումը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 26-ին։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա, նրա այցի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այցի մասին այլ մանրամասներ Ուշակովը չի հայտնել։ Մադրիդում այսօր մեկնարկել է WTI 1000 շարքի մրցաշարն, առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ աշխարհի 36-րդ ռակետը Լինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ աշխարհի 71-րդ ռակետ Կարոլին Դոլայդի հետ եւ 2 սեթում 4-6 հաշվով պարտություն է կրել։